Խնդիրը պահանջում է գտնել, թե ինչ մնացորդ է տալիս 100 հատ 3-ներով գրված թիվը 4-ի, 5-ի, 6-ի և 9-ի բաժանելիս։ Այսինքն խնդիրը 4-ի անդամահաս ունի, յուրաքանչյուրը առանձին պետք է լուծել։ Նկատենք, որ յուրաքանչյուր այստեղ գրված թվերը ունեն իրենց հայտանիշ, այսինքն 4-ի հայտանիշ նույնպես ունենք, 5-ին նույնպես, դե 6-ը իրականում 2 անգամ 3-ն է և 2-ի համար հայտանիշ կա, 9-ի համար նույնպես հայտանիշ կա, որը մենք մեր խնդիրներից մեկի ժամանակ ապացուցել ենք։ Հիմա եկեք հերթով գնանք, հայտանիշը այդքան խիստ չի կիրառվի, սակայն ուղղակի պետք է իմանալ։ Շատ լավ։ Հիմա առաջին մասը մեզ մոտ որն է 100 հատ 3-ներով գրվող թիվը, եկեք այսպես նշենք, 100 հատ 3-ներով գրվող թիվը, ինչ մնացորդ 4-ի բաժանելիս։ Դե 4-ի բաժանելիության ինչ հայտանիշ մենք ունենք, որ վերջին երկու թվանշանով կազմված թիվը մեզ մոտ պետք է բաժանվի 4-ի, որպեսի թիվը բաժանվի 4-ի, կամ պետք է լինեն երկուսն 0, որպեսի թիվը բաժանվի 4-ի։ Շատ լավ, հիմա ինչպես կարող ենք դա այստեղ օգտագործել։ Եկեք գտնենք, թե այս թվից փոքր ամենամեծը որ թիվն է, որ բաժանվում է 4-ի։ Դե նկատենք, որ այստեղ վերջին երկու թվանշանը 33 է, որը չի բաժանվում 4-ի, բայց 32-ը մեզ մոտ բաժանվում է 4-ի։ Ուստի այստեղից կարող ենք եզրակացնել, որ այսպես կարող ենք գրել։ Քանի որ ահա այս թիվը և վերջին է, ահա սա, ու այստեղ 99 հատ 3 ունենք, բաժանվում է անմնացորդ 4-ի, հետևում է, որ մեր բոլորը 3-ներով գրվող թիվը, 100 հատ 3-ներով, 1 մնացորդ է տալիս։ Ահա։ Դե ինչի, որովհետև 4-ի բաժանվող թվից ընդամենը 1-ով է մեծ։ Շատ լավ, եթե տրամաբանությունը հասկացանք, անցնենք հաջորդին։ Դե հաջորդը մեզ մոտ երկրորդ մասը 5-ի բաժանելիության հետ կապված է, դե 5-ի բաժանելիությունը առհասարակ շատ ավելի հեշտ է, որովհետև պետք է 0-ով կամ 5-ով ավարտվի թիվը։ Այսինքն ահա այս թիվը, եկեք ուղղակի այստեղից վերցնենք տեքստը ու փոխենք 4-ը 5-ով։ Շատ լավ, հիմա մեզ պետք է գտնել ահա այս մնացորդը։ Ինչպես կարող ենք դա անել, դե կրկին նույն տեքստն ենք այստեղ գրում։ Քանի որ մենք ուղղակի գտնում ենք այն ամենափոքր թիվը, կներեք, այն ամենամեծ թիվը, որը սրանից փոքր է ու բաժանվում է 5-ի։ Քանի որ ահա այսպես գրվող թիվը և վերջին թվանշանը 0, մեզ մոտ անմնացորդ բաժանվում է 5-ի, հետևում է, որ մեր թիվը 5-ի բաժանելիս 3 մնացորդ է տալիս, չէ՞ որ անմնացորդ բաժանվող թվին գումարած 3 թիվը, դե 3 մնացորդ կտա։ Շատ լավ։ Անցնենք լուծման երրորդ մասին։ Ահա, և մեզ պետք է գտնել արդեն 6-ի բաժանելիության կտորը։ Այդ գողանանք այնտեղից և փոխարինենք 6-ով։ Ինչա պետք անել 6-ի բաժանելիության դեպքում, դե կրկին փորձում ենք գտնել փոքր այս թիվը չգերազանցող 6-ի բաժանվող թիվ։ Դե եթե թիվը 6-ի է բաժանվում, այն պետք է լինի զույգ և այն պետք է բաժանվի 3-ի։ Դե սրանից փոքր, բայց հա չգերազանցող զույգ թիվը վերջին թվանշանը 2-ովն է և ու այդտեղ կարող ենք նկատել, որ 3-ի բաժանելիության հայտանիշը կիրառելով ստացվում է, որ մեզ մոտ թիվը չի բաժանվում 3-ի, որովհետև այդ թիվը կլինի հետևյալը, սա ամենամեծ զույգ թիվն է, որը չի գերազանցում մեր այս թիվը, սրանից փոքր է, բայց սրա թվանշանների գումարը հավասար է 99 անգամ 3 գումարած 2, ինչը չի բաժանվում 3-ի, այսինքն սա մեզ չբավարարեց, սա 6-ի նույնպես չի բաժանվում։ Դրա համար մի անգամ էլ իջնենք, մի 2-ով էլ իջնենք ու արդեն նկատենք, որ այդ թիվը բավարարում է մեզ։ Քանի որ ահա այսպես գրվող թիվը այստեղ 99 հատ 3 ունենք, բաժանվում է անմնացորդ 6-ի, որովհետև
0-ով է ավարտվում, այսինքն բաժանվում է 2-ի եւ 99 անգամ 3 գումարը 0-ում բաժանվում է 3-ի, այսինքն նաեւ 3-ի է բաժանվում այս թիվը, հետեւաբար այն բաժանվում է 6-ի։ Ոստի այստեղից հետևում է, որ մեր սկզբնական թիվն էլ 3 մնացորդ է տալիս 6-ի բաժանելիս։ Շատ լավ։ Այսինքն տրամաբանությունը այն է, որ մենք փորձում ենք գտնել մեր թվից փոքր, բայց հնարավորինս մեծ թիվ, որը բաժանվում է տրված թվին։ Ու դրանից ելնելով արդեն մնացորդն ենք փորձում հասկանալ։ Եվ դե 4-րդ մասն էլ այս խնդրի լուծման կլինի այն, որ 9-ի բաժանելիության հետ կապված փորձենք եզրակացություն անել։ Ահա։ Շատ լավ։ Իսկ 9-ի բաժանելիության հետ կապված ասացի, որ սա նույնպես ունի հայտանիշ, իրականում այսպիսի ձևակերպված հայտանիշ ունենք, որը իրոք մենք ապացուցել ենք մեր դասերից մեկի ժամանակ, դա այն է, որ թվի թվանշանների գումարը եւ թվի թվանշանների գումարը եւ այդ թիվը նույն մնացորդն են տալիս 9-ի բաժանելիս։ Այսինքն այս դեպքում պարտադիր չէ, որ մենք փնտրենք հետևյալ թիվը չգերազանցող ամենամեծ թիվը, որը 9-ի է բաժանվում ու դրանից ելնելով մնացորդը փորձենք հասկանալ։ Մենք ուղղակի կարող ենք այդ պնդումը վերհիշել, այստեղ նշել, դա պարտադիր է նշել ու հետո ասել ինչ մնացորդ է տալիս։ Այսինքն, քանի որ թիվը եւ իր թվանշանների գումարը նույն մնացորդն են տալիս, ինի բաժանելիս հետևում է, որ մեր այդ երեքներով գրվող թիվը նույն մնացորդն է տալիս 9-ի բաժանելիս, ինչ նրա թվանշանների գումարը, իսկ թվանշանների գումարը 100 հատ երեքների գումար է, այսինքն 300, ընդհանուր 300 է ստացվում։ Մնացորդն է տալիս, ինչ 300-ը։ Իսկ դե 300-ը 9-ի բաժանելիս 3 մնացորդ է տալիս։ Շատ լավ, եկեք ամփոփենք այս խնդրի լուծումը, հասկանանք ինչ արեցինք։ Դա կրկին կարևոր քայլերը այն էր, որ մենք գիտենք, որ սրանցից յուրաքանչյուրը հայտանիշ ունի, կամ եթե հայտանիշ չունի, էլ ինչ որ ձև կարող ենք ստանալ, ինչպես 6-ի դեպքում։ Եվ ինչ ենք մենք անում, մենք ուղղակի փորձում ենք գտնել թիվը չգերազանցող, այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է տրվածին, առաջին դեպքում 4-ի, հաջորդում 5-ի, դրանից հետո 6-ի եւ 9-ի։ Ու այնուհետև դրանից ելնելով մնացորդն ենք հասկանում։ 4-ի 5-ի դեպքում ամեն ինչ հեշտ եղավ, 6-ի դեպքում պետք էր հասկանալ, որ պետք է մեզ դիտարկել 2-ի 3-ի բաժանելիություն։ Դա այստեղ իրականում հեշտ էր, ճիշտ է 2-ի բաժանելիությամբ ես գնացի, բայց կարելի էր 3-ի բաժանելիությամբ անել ու հավելյալ քայլ այստեղ չկիրառել։ Դա եթե այս թիվը բաժանվում է 3-ի, սրանից փոքր 3-ի բաժանվող մյուս թիվը մեզ մոտ կլինի դրանից հանած 3-ը ու դա դիտարկում ենք ու հասկանում ենք, որ 6-ի բաժանվում է։ Ուստի թիվը 3 մնացորդ է տալիս։ Իսկ 9-ի բաժանելիության հետ կապված մենք քանի որ ապացուցել էինք ահա այս պնդումը, կարողացանք դա կիրառել այստեղ ու միանգամից գնել։ Իսկ եթե չկարողանայինք եւ չհիշեինք այս պնդումը, պետք է ուղղակի հետեւյալ կերպ անել, կրկին փորձեինք գտնել այն ամենափոքր թիվը, որը սա չի գերազանցում եւ բաժանվում է 9-ի։ Դա 3-ներով գրվող թիվն է եւ վերջին թվանշանը մեզ մոտ 0 է, որովհետեւ թիվը 9-ի է բաժանվում, եթե բաժանվում է նրա թվանշանների գումարը, իսկ սրա թվանշանների գումարը 99 անգամ 3 է, որը բաժանվում է 9-ի։ Ոստի այստեղից ելնելով կարող ենք ասել, որ 3 մնացորդ է տալիս, բայց սա շատ ավելի ուժեղ էր, որովհետեւ մենք ցույց տվեցինք, որ կիրառելի է մեզ մոտ այն պնդումը, որը ապացուցել ենք մի անգամ եւ վերհիշեցինք դա։ Ոստի այսքանով տվյալ խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։